Իմ շատ սիրելի փափլիկ թմփլիկ հետևորդներին, ովքեր ուզում են ինչպես ուտել, երբ ուտել եւ ինչ զգացողություններով ուտել, որ ուտելուց չշեղվել։ Մենք նույնիսկ կարող կշտացել ենք ստամոքսը լցվել, ահա, բայց չէ, էլի շարունակում ենք ուտել։ Եվ այդ սննդակարգը դարձներ ապրելու ոճ, սովորության ուժը ավելի մեծ է, քան կամքի ուժը։ Շոկոլադի ոչ շատ լավն է, լավ, ոչ էլ իր բացակայությունը, փոքր սովորություններ մեծ արդյունքի համար։ Ողջույն հարգելի հետևորդներ, այսօրվա իմ տեսանյութը կհետաքրքրի իմ շատ սիրելի փափլիկ թմփլիկ հետևորդներին, ովքեր ուզում են նիհարել եւ հասնել որևէ քաշի ու պահպանել այդ քաշը։ Եվ առհասարակ բոլորին ում հետաքրքիր է առողջ սննդային վարքը, ճիշտ սնվելը եւ այլն, սննդի հետ կապված հարցեր, եթե ձեզ հետաքրքիր է, այսօրվա կարծում եմ կհետաքրքրի նաեւ ձեզ։ Այսօր խոսելու ենք 5 կանոնի մասին, սննդային վարքի այդ ամբողջ կանոններ անվանենք իրանց, կանոնների մեջ ինչ կարևոր 5 կետեր են, որ ես ձեզ առաջարկում եմ, ու եթե դուք հետևեք, շատ ավելի հեշտ կտրվի ձեզ կիլոգրամները կորցնելը, հարգելիներս։ Ու այսօր խոսալու ենք, չէ, ասեմ ինչի մասին չենք խոսալու իհարկե այդ ինչ-որ հատուկ սնունդների մասին, նիհարեցնող, չաղացնող դժվար գոյություն չունի առողջ սննդային վարքում, այլ խոսելու ենք հենց այդ կանոնների մասին, այսինքն ինչպես ուտել, երբ ուտել եւ ինչ զգացողություններով ուտել, որ ամենակարևորն է որպես հոգեթերապևտ զգացողությունների մասին։ Եվ սկսենք հարգելիներս, կանոն համար առաջին։ Ես խորհուրդ եմ տալիս բոլորին, ոչ միայն նիհարել ցանկացողներին, բոլորին, կանանց, տղամարդկանց, մեծահասակներին, փոքրերին, բոլորին խորհուրդ եմ տալիս հետեւյալը՝ ուտելուց չշեղվել։ Շատ կարևոր է, որպեսզի ուտելու ընթացքում մենք չնայենք մեր հեռախոսների մեջ, հեռուստացույց, այլ գադջետների մեջ, չկարդանք, չլսենք դրան զուգահեռ ինչ-որ լուրջ ինֆորմացիա, չխոսենք շատ ինչ-որ լուրջ բանի մասին, ավելի կարևոր քան ուտելն է։ Հասկանալի է, որ հատկապես տարբեր մշակույթներում սնունդ ընդունելը դա զուգահեռ է ինչ-որ խոսակցությունների, միգուցե գործնական հանդիպումների եւ այլն, բայց սա զուտ սննդային վարքի մասով ասած, հա, ոչ թե ինչ-որ ոչ ոնց ասեմ, եզակի դեպքերի մասին չէ, այլ ընդհանուր ձեր սննդային վարքի մասին է։ Պետք է աշխատել չշեղվել, ոչ մի ուղղությամբ, կենտրոնանալ սնունդ ընդունելու վրա։ Ինչու, որովհետև այսպիսով դուք նախ հասկանում եք որքան եք ուտում։ Երկրորդ, կարևորը հետևում եք այդ դանդաղ ծամելուն ու բերանի մեջ համը այդ սնունդի զգալուն, այդ սնունդը որ կուլ եք տալիս, հասկանում եք ինքը ուր գնաց այս պահին, ուր հասավ, հաջորդ պատառը վերցնելու ժամանակն է արդյոք թե ոչ, որքան այդ պատառը պետքա լինի, մեծ լինի, փոքր լինի, միջին լինի, այսինքն ամենասա մենք սնունդ ընդունելու process-ի մեջ ենք ներգրաված եւ դա շատ է օգնում արագ հագենալու, ես ձեզ ասեմ։ Ինչու, որովհետեւ ասացի, անհրաժեշտ է նախ դանդաղ սնվել ու այս կանոնին հետևելով մենք կարողանում ենք դանդաղ սնվել, որովհետեւ ուշադրությունը սնունդ ընդունելու ուղղությամբ է եւ որ ամենակարևորը դրա արդյունքում բավականին շուտ հագենում ենք ու այդ թվում մի շատ կարևոր բան եւս այս կետում հարգելիներս, երբ մենք չենք շեղվում ուտելու ընթացքում, մենք կարողանում ենք հասկանալ ֆիզիոլոգիական կշտացման այդ պահը երբ եկավ, շատ կարևոր է, իսկ երբ որ մենք շեղվում ենք սնունդ ընդունելու process-ից, մենք նույնիսկ կարող կշտացել ենք ստամոքսը լցվել, ահա, բայց չէ, էլի շարունակում ենք ուտել, հա, սա շատ կարևոր է։ Կանոն համար երկրորդ։ Ուրեմն, երբեք չուտել հույզերի ազդեցության տակ։ Օրինակ, երբ դուք զայրացած եք, տխուր եք, մենակ եք ձեզ զգում, էլի ինչ-որ այլ հույզեր են ձեզ պատել, մեղքի զգացում ունեք, ամոթի զգացում ունեք եւ այդ ժամանակ փորձեք չսնվել, մի փոքր հետաձգել սնունդ ընդունման ժամը, հանգստանալ, կարգավորել հուզական ոլորտը, հետո նոր սնվել։ Երբ քաղց եք զգում հարգելիներս, մի հատ ձեզ հարց տվեք, ես իրոք ուզում եմ ուտել, թե այս պահին ջղայնացած եմ կամ ինչ-որ բացական հույզ ունեմ, դրա համար փորձում եմ ոնց որ ասած իմ տագնապը ուտել, հա, ուտել մի բան, ինչա թե շեղվեմ այդ բացասական հույզերից, այդ բացասական մտքերից, սա շատ կարևոր է։ Ու եթե ձեր պատասխանն է այո, դու այս պահին տագնապում ես, դու այս պահին վախեցած ես, լարված ես, զայրացած ես, դրա համար ես գնացես առնանի դուռը բացել, մի փոքր ձեզ
ձեզ ժամանակ տվեք, կարգավորեք հուզական վիճակը, բնականաբար պուլսը, զարկերակային ճնշումը, որպեսզի սննդընդունումը առավել adekvat, առավել ռացիոնալ լինի հարգելիներս։ Ու որ շատ կարևոր է, մենք այս ձևով, այս կետին հետևելով, նաև կարողանում ենք տարբերել հուզական քաղցը, ասենց հուզական ֆոնի վրա սովածության, սովի զգացումը ֆիզիոլոգիականից։ Այլ երբ որ ֆիզիոլոգիական քաղց եք ունենում, երբ ձեր արյան մեջ, բոլորիս արյան մեջ ընկնում են գլյուկոզայի, հա, ընդհանրապես ածխաջրերի, սպիտակուցների, ճարպերի քանակությունները համապատասխան իրանց ավելի այդ մոնոմերները, այսպես ասած, երբ դրանց քանակությունը ընկնում է, բնականաբար ազդակ է գնում ուղեղը, որ այդ ռեսուրսը վերականգնելու ժամն է ու զգում ենք քաղց, սովածություն, այսպես ասած, ֆիզիոլոգիական սով է հարգելիներս, բայց այն ժամանակ, երբ որ մենք նյարդայնացած ենք, վերև ասացի կամ ինչ որ այլ հույզեր ունենք բացական ու մենք մտածում ենք մի բան հեսա ուտենք, որպեսզի հանգստանանք, հագենանք, շեղվենք եւ այլն, այս ֆիզիոլոգիականի մասին չի։ Հա, ինչ էի ասում, շատ կարևոր բան։ Այս ժամանակ, որ տեսեք գրանցումներս ինձ լավ օգնում են գրառումներս։ Այն ժամանակ, երբ որ դուք քաղցած եք, այն ժամանակ, երբ որ դուք հուզված եք ու ուզում եք մոտենալ սննդին, այդ որպեսզի ավելի հեշտ տրվի ձեր այդ սպասումը, հա, մինչև սնունդ ընդունումը, որպեսզի կարգավորեք հույզերը։ Փորձեք ինչ որ այլ բանով զբաղվել, երաժշտություն լսեք, մի փոքր շարժվեք, միգուցե պարեք, կամ զբոսնեք, թե եթե այգի ունեք, դուրս եկեք, եթե բակ ունեք, հա, դուրս եկեք բակում շրջեք, նորից վերադարձեք, այսինքն մի փոքր մի ինչ որ այլ գործողություն արեք, որպեսզի այդ սպասումը ավելի ոնց ասեմ, գրգռի ձեր ախորժակը, հա, մի փոքր շեղվեք, նաև կհանգստանաք ու կվերադառնաք արդեն ձեր սնունդին։ Երրորդ, որ կարևորագույն կետն է ու միշտ բոլոր հոլովակներում, որոնք նվիրված են սննդային վարքին, քաշի փոփոխություն է, ես միշտ ասում եմ հարգելիներս, պետք է ունենալ ոչ թե պետք է հետևել ոչ թե ինչ-որ դիետաների, այլ ունենալ ճիշտ սննդակարգ, ռացիոնալ սննդակարգ, եւ այդ սննդակարգը դարձնել ապրելու ոճ։ Այ ոնց եք դուք ամեն երեկո, առավոտ, հա, մաքրում ատամները, ու սա սովորություն է։ Այս սնունդ ընդունելու այդ ռեժիմը, հա, սննդի բաղադրությունը իր եւ կենսաբանական իր արժեքը եւ էներգետիկ արժեքը, այս ամեն ինչին որ դուք սովորացնեք օրգանիզմին, ինքը այդպես էլ կսովորի ու դա կդառնա ձեր սնվելու ձևը, ու դա երբ որ համապատասխանում է քաշի պահպանմանը ու նաեւ ինչու՞ չէ կորստի սննդակարգին, սա կհանգեցնի ձեզ շատ լավ արդյունքի։ Եվ հետևաբար ես ձեզ առաջարկում եմ ունենալ որոշակի սննդակարգ համապատասխան եւ ձեր առողջական վիճակին եւ նաեւ ձեր իհարկե որը կհամապատասխանի ձեզ նաեւ նախասիրությունների առումով, դա ստորև կխոսենք։ Ինչու է անհրաժեշտ հետևել որոշակի սննդակարգի, որը համապատասխանում է այս պահին մեր առողջական վիճակին, ու դա դարձնել ապրելու ոճ, որովհետև լսեք, շատ կարևոր բան եմ ասում, սովորության ուժը ավելի մեծ է, քան կամքի ուժը։ Երբ որ դուք ձեր օրգանիզմին, դուք ձեզ սովորեցնում եք ինչ որ մի բան անել պարբերաբար, այդպես դարձնել ձեր կյանքը, ինքը ավելի մեծ գործոն է ու դուք ավելի մոտիվացված կհետևեք այդ սովորությանը, հա, այդ ոճին ապրելու, քան որ դուք պարզապես հույսներ դնեք ձեր կամքի ուժի վրա եւ հետևեք XYZ դիետաների։ Հասկանում եք հարգելիներս, եւ հետեւաբար անհրաժեշտ է սննդակարգ, որը կհամապատասխանի հենց մեզ առողջական վիճակի առումով եւ ինչու՞ չէ նաեւ նախասիրությունների ասացի ստորև կասեմ նորից։ Ու ինչ եմ ես ձեզ առաջարկում հարգելիներս, անպայման ինֆորմացվեք, հասկացեք որն է adekvat, հա, ռացիոնալ սնունդը, ինչ է նշանակում ռացիոնալ սնվել, ճիշտ սնվել, առողջ սնվել, հա, բուժառուները դրան անվանում են առողջ սնվել, մենք էլ բժիշկներից մենք նրան ասում ենք առողջ սնվել, բայց դա սննդաբանության տեսանկյունից կոչվում է
adekvat սնունդ, ռացիոնալ սնունդ, իհարկե իրանք մի քիչ տարբերվում են, բայց այնուամենայնիվ այս տերմինները շատ ավելի են նկարագրում առողջ սնունդ, այսպես ասած, հասկացությանը։ Եվ հարգելիներս, ինչ եմ ես ձեզ առաջարկում։ Առաջարկում եմ անպայման ինֆորմացվել, իմանալ ճիշտ սննդային վարքը որն է, իմանալ առողջ սնունդը որն է, առողջ սննդի կանոնները որոնք են, ու դա դարձնել ձեր կյանքի ոչ, այսինքն ձեր առողջ ապրելը դարձնել ձեր կյանքի ոչ, եկանք դրան վերջի վերջո։ Ու եթե դուք ցանկանում եք նման ավելի հեշտ, ասենց ասած, տարբերակ արագ ծանոթանալու, ես ձեզ կառաջարկեմ իմ կազմած քաշի իջեցման սննդակարգը, հարգելիներս, բովանդակությունը ասեմ, կա 1 շաբաթյա քաշի իջեցման ճաշացանկ համապատասխան բաղադրատոմսերով, բայց սա ոչ թե դիետա է, որին դուք պետք է հետևեք, այլ նիհարեք, այլ վերևում, նախաբանում եւ այս գրքույկի մեջ, հա, առհասարակ կան սննդային վարքի կանոնները գրեթե բոլորը, կոպիտ եմ ասում կանոնները, հա, սննդային վարքի մասին տեղեկություններ առողջ ճիշտ բժշկի կողմից եւ սնունդի մասին բազմաթիվ տեղեկություններ, որ ժամերին, ինչպես, ընդհանրապես ոնց անեք, որ դուք ինքնուրույն, հա, առանց ինչ-որ դիետաների հետևելու կարողանաք պարզապես հավաքել ձեր ափսեն, սնվել եւ այդպիսով իջեցնել քաշը օրերի, հետո շաբաթների, ամիսների ընթացքում։ Իմ սննդակարգով մարդիկ տասնյակ կիլոգրամներ են կորցրել եւ վերադարձրել են բոլոր այն ցուցանիշները, որոնք որ խախտված էին արյան մեջ, դա հիմնական գլյուկոզան է, խոլեստերինն է, ճնշումը, բաժանորդ, ճնշումը իջնում է յուրաքանչյուր 10 կիլոգրամի հետ 20 սիստոլիկը 20-ով իջնում է, ոտքերի այտուցն է իջնում, դուք ձեզ լավ եք զգում, լավ եք շնչում, տրամադրությունը բնականաբար դրանից փոխվում է, որովհետև թթվածնով հագեցվածությունը արյան մեջ մեծանում է։ Մի խոսքով չերկարացնեմ, հիմա ինչ եմ ուզում ասեմ, այս քաշի իջեցման սննդակարգը ոչ թե դիետա է, հարգելիներս, այլ ձեր կյանքի ոճն է բացատրում, որը որ եթե դուք ընդունեք, քիչեցնեք քաշը եւ կպահպանեք այն։ Պարզապես հետևեք, հա։ Ну, կոպիտ եմ ասում, իհարկե ձեզ կյանքի ոճն է բացատրում, ու ուղղակի ուզում եմ ասեմ, այն սննդա, նայեք, այն կենսակերպը, որը որ արժի որ դուք ունենաք, որպեսզի քաշը կարգավորեք, այնտեղ այդ ամենը ամփոփված է։ Լավ, իսկ սննդակարգը ձեռք բերելու համար պարզապես գնացեք իմ կայք sonahayrapetsian.am, որտեղ կա քաշի իջեցման սննդակարգ, այդ էլեկտրոնային գրքույկ է ինքն իմիջիայլոց, ձեր երբ որ գնումը կատարեք, ձեր էլեկտրոնային փոստին է գալու սննդակարգը, այդ գրքույկը, եթե կունենաք տեխնիկական հարցեր, կապ հաստատեք իմ գործընկերոջ հետ, նա ձեզ մանրամասն կբացատրի ոնց ձեռք բերել եւ այլն, ինչ գործողություններ անել, լինքը կփակցնեմ նկարագրություններ, մեկնաբանություններ վարժում, որպեսզի ասենց քլիկ անեք, տեսեք մազերից ինչ լավ է երկարել։ Հղիությունը լավ է գալիս ընդհանրապես իմ վրա, բայց այսքանով ես կսահմանափակվեմ։ Ուրեմն քլիկ արեք ու գնացեք sonahayrapetsian.am կայք, հարգելիներս։ Կայքից կարող եք նաև ձեռք բերել հոգեբանական օրագիրը 30 օրվա, որի միջոցով կարող եք դառնալ առավել սթրեսական, իջեցնել տագնապի աստիճանը, ինքնազարգանալ, ինքնաճանաչել, շատ հետաքրքիր ինֆորմացիա է պարունակում, ովքեր հետաքրքրված են հոգեթերապիայով, հոգեբանությամբ, ձեռք բերեք եւ լրացրեք օրագիրը, շատ հետաքրքիր է։ Ուրեմն կանոն համար 4-րդ հարգելիներս, որ ասում էի, հա, ստորև կասեմ, ուրեմն պետք է ուտելը պարտադիր հաճույք պատճառի մեզ, իսկ դա ենթադրում է, որ այնտեղ այն ինչ որ պետք է ուտենք, դա մենք սիրում ենք, սա շատ կարևոր կետ է, այն սննդակարգում էլ կա ցանկ, որտեղ որ եթե դուք օգտվեք այդ ցանկից, այսինքն ձեր սիրելի մթերքները ընտրեք այդ ցանկից ու համապատասխանեցնեք այն մենյուին, որը որ ես ձեզ առաջարկում եմ, դուք կստացվի սնվում եք եւ ձեր սիրելի ուտելիքներն եք ուտում եւ նաեւ դրան զուգահեռ իջեցնում եք քաշը։ Սնունդը պետքա լինի սիրված, պետքա մեզ հաճույք պատճառի, շատ կարևոր է, որովհետեւ եթե մենք չենք սիրում վարսակ, բայց առավոտը չէ, որովհետեւ ասում են առողջ արա, ասում են նի արասն ուտում եք այդ վարսակի շիլան հաճությամբ հաստատ
չենք նիհարի ու երեկոյան պորտկում կունենանք։ Հա, եւ երբեմն մեզ պետքա երես տանք հարգելիներս։ Եթե մենք շատ ենք սիրում շոկոլադ ու այդ շոկոլադի ծամիսներով զրկում ենք մեզ, մի օր ուղակի ասացի վերևում պորտկալու ենք ու կիլոներով ենք ուտելու այդ շոկոլադը։ Դրա համար ավելի լավ է ընտրեք օրեր կամ ժամեր։ Օրինակ, ես ինձ ասենք թե ուրբաթ օրը թույլ եմ տալիս ուտել պաղպաղակ կամ չգիտեմ ամեն առավոտյան ես սուրճի հետ մի փոքր կտոր շոկոլադ եմ ուտում, այսինքն լինեն օրվա մեջ լինեն ժամեր եւ շաբաթվա մեջ լինեն օրեր, որտեղ դուք ձեզ մի փոքր երես եք տալու ձեր սիրելի մթերքներով, չնայած որ իրանք ցանկալի չի չափազանց շատ լինեն սննդակարգում եւ գիտեք ընդհանրապես եւ բժշկությունը, հոգեբանությունը շատ սիրում է ոսկի միջին հասկացությունը, հա, ոչ մի ինչ որ մի բանի ոչ շատն է շատ լավ, ոչ շատ քիչ, այսինքն շոկոլադի ոչ շատ լավն է լավ, ոչ էլ իր բացակայությունը, եթե սիրում ենք, հա, ընտրեք ոսկի միջինը, այն տարբերակը, որ համ դուք հաճույք ստանաք, համ դա ձեր քաշի կազմվածքի վրա չանդրադառնա հարգելինես բացասական առումով։ Եվ եկանք հասանք 5-րդ կանոնին ու կարևորներից, նաև այս ինչ որ ասում եմ, չնայած չափազանց կարևոր է սննդային վարքի համար, ուրեմն ես այսպես կանվանեի այդ կետը, հա, փոքր սովորություններ մեծ արդյունքի համար։ Ուրեմն տեսեք ինչ կարևոր բան կա հարգելինես, պետք չի միանգամից մի օրում մենք սենց գլխիվայր շրջենք մեր սննդային սովորությունները, հա, եթե առաջ ընդհանրապես չէինք ուտում X մթերքը միանգամից ավելացնենք ու ամեն օր, հա, կամ հակառակը լրիվ հանենք մեր ռացիոնից այն ինչ որ սիրում ենք, կամ ժամային առումով, եթե մենք չենք նախաճաշում, սկսենք ամեն առավոտ նախաճաշել, կամ երեկոյան եթե չէինք ուտում, եթե ուտում էինք, դադարենք ուտել, չէ, եկեք սենց անենք, այսինքն այս բոլորը միասին չանենք, հա, եկեք սկսենք մեկից, օրինակ, եթե ես չէի նախաճաշում, սկսեմ հələ որ մի սովորություն փոխելուց, որովհետև հիշում եք ես վերևում ասեցի, սովորության ուժը ավելի մեծ է, քան կամքի ուժը, ավելի հզոր է, ու հետևաբար եթե մենք մեզ աստիճանաբար սովորեցնենք, որ այսենց է մեր սննդակարգը լինելու ու այդպես ենք մենք այսուհետ սնվելու, դա մեր ապրելակերպն է, այսպես ասած, ապրելակերպի մի մասն է, դա ավելի լուրջ փոփոխություն է, քան որ ինչ որ X ժամանակահատվածում դուք հետևեք ինչ որ դիետայի եւ կամքի ուժ գործադրեք, լավ նիհարեք, բայց դրանից հետո վերադառնաք ձեր սովորություններին, սխալ ու նորից քաշը վերադարձրեք, որպես կանոն մարդիկ այդ պատճառով են վերադարձնում 5 կիլոգրամները, հա, կորցրած։ Եվ հետևաբար հարգելիներս, ամեն շաբաթ մեկ փոքրիկ լավ սովորություն ավելացրեք։ Ինչպես ասացի, եթե չէիք նախաճաշում, առաջին շաբաթը սկսեք պարզապես նախաճաշել, երկրորդ շաբաթը երեկոյան 8-ից հետո սկսեք օրինակ, հա, եթե ձեր սննդակարգը այդպիսին եք որոշել դարձնել։ Երեկոյան 8-ից կամ 7-ից հետո մի սնվեք, ինչ որ մի պայմանով, օրինակ ատամները լվացեք, որպեսզի չսնվեք։ Սա շատ լավ օգնում է։ Մյուս շաբաթ հաջորդը դարձրեք ավելի ռեժիմով սնունդայի SSS ժամերին, այն մյուս շաբաթ հաջորդ սովորությունը եւ այլն։ Այսինքն, տեսեք, շաբաթ առ շաբաթ մենք մոտենում ենք դեպի adekvat ռացիոնալ սննդընդունմանը եւ դրան զուգահեռ բնականաբար իջնելու է մեր քաշը եւ կարգավորվելու են այն գործոնները, որոնք որ քաշին զուգահեռ սկսել էին, այսպես ասած, տուժվել առողջական։ Սա շատ կարևոր է, շատ կարևոր է այս կետը, օյ, իրոք, սովորությունը մեծ ուժ է ու պարզապես մի քանի շաբաթների ընթացքում դուք կարող եք, այս դեպքում կարող եք գլխիվայր շուրջ տալ ձեր եւ սննդակարգը եւ սննդային սովորությունները ու այդ թվում նաեւ ինչու՞ չէ կազմվածքը հարգելիներս։ Այսքանն էին, այս 5 կանոններն էի դուրս գրել, իսկ դուք գրեք հարգելիներս կոմենտներում, եթե այս թեման ձեզ հետաքրքիր է, ես էլի շարունակեմ, որտեղ սննդային վարքի թեման բավականին ծավալուն է, ես այս մի հոլովակի մեջ չի կարող այդ ամենը տեղավորել, բայց եթե ձեզ հետաքրքրում է, ես էլի կանեմ
հոլովակներ այս թեմայի շուրջ, դուք գրեք ձեր հարցերը, անպայման լայքեք, բաժանորդագրվեք նաև իմ ինստագրամյան ալիքին հարգելիներս։ Իսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում են հոգեթերապևտիկ խորհրդատվություն, հոգեթերապևտիկ սեանսներ, թեկուզ եւ սննդային վարքի հետ կապված, հա, բոլոր տեսակի հոգեբանական, հոգեբուժական խնդիրների հետ կապված աշխարհի տարբեր երկրների հայերի հետ ես աշխատում եմ on-line հարթակում եւ շատ հաջող արդյունքներ ունենք, այնպես որ գրեք կամ թողեք ձայնային հաղորդագրություն WhatsApp-ի հետևյալ համարին եւ ես ձեզ առաջիկա օրվա ընթացքում կպատասխանեմ հարգելիներս։ Իսկ բոլորին մաղթում եմ առողջություն ու լավ տրամադրություն։ Ցտեսություն ձեզ։